Ողջույն իմ սիրելի հետևորդներ, որոշել եմ ձեզ ամանորից առաջ ներկայացնել, թե ինչպես եմ այս փոքրիկ ընկույզները թխում։ Իմ բաղադրատոմսն եմ ներկայացնում և ինչ-որ չափով էլ հեշտ տարբերակ, թե ինչպես հեշտ բոլորը միասին միացնեք, հատ-հատ կրեմ չլցնեք, դանակով չլցնեք, մի խոսքով շատ ու շատ բաներ։ Էս իմ հարիչը, էս գոգնոցս կապեցի, էս ձեռնոցները հագա, անցնում եմ գործի, ներկայացնեմ բաղադրիչները։ Բաղադրիչները պատրաստել եմ, օգտագործելու եմ կարագ 200 գրամ, 130 գրամ շաքարավազ, 3 ձու, սիրուն ամաններս եմ ուզում ցույց տալ, հատուկ գնել եմ ժուլիեն պատրաստելու համար, ուզեցի թիթիզանամ, պտղունց աղ, սոդա, վանիլին և այստեղ արդեն մաղած ալյուր ունեմ։ Բաղադրիչները ներկայացնելուց ցուցադրեցի հերթականությամբ, թե ինչ ենք օգտագործելու։ Առաջին հերթին ավելացնում եմ հարիչի ամանի մեջ կարագը և շաքարավազը, մի քիչ կհարեմ, երբ կխառնվի, կավելացնեմ մնացած բաղադրիչները։ Այստեղ մի պտղունց աղ էլ ավելացրեցի։ Շաքարավազը հալվեց, հիմա բացեմ, ահա, ավելացնում եմ ձվերը։ Նորից միացնում միքսերը հարիչը։ Սիրելիներս, հարիչի թաթիկը ճիշտ չէի ընտրել, միանգամից դրել էի խմորը հարելու թաթիկը և կարագը դժվարությամբ հարեց, այստեղ փոխեցի կրեմի թաթիկով։ Ավելացնում եմ վանիլինը և սոդան։ Միանգամից ավելացնում եմ մի փոքր ալյուրի բաժնից, ինչպես շեշտեցի, արդեն մաղած է։ Այստեղ մի փոքր կխառնվի այս կրեմի հարիչով, հետո կհանեմ, թաթիկը նորից կփոխեմ։ Սիրելիներս, այս մի թաթիկի մասին լրիվ մոռացել էի, տուփի մեջ էր, ուշադիր չէի, օգտագործել էի այս խմորինը, հենց սկզբից էլ հարմար չէր, հարեցի կրեմի հարիչով, թաթիկով, հիմա փոխել եմ սրանով արդեն ամբողջությամբ խմորը կհարեմ, երբ պատրաստ լինի, կդատարկեմ սեղանին։ Ահա, խմորը պատրաստ է, տեսեք ինչ հարթ, փափուկ, կարելի ասել սիրուն խմոր ստացվեց։ Հիմա կդատարկեմ սեղանին և կշարունակեմ։ Պետք է շատ փոքրիկ, գեղեցիկ գնդիկներ պատրաստենք, որպեսզի ֆորմայի մեջ թխենք։ Ի դեպ նշեմ, ինձ մոտ ֆորման գազի վրա դնելու և թխելու համար է, ոչ թե էլեկտրական։ Նայելով ֆորմայի միջի ընկույզի փոսիկներին, դրանց համեմատ խմորից պոկում ենք ու փոքրիկ գնդիկներ ենք պատրաստում, որոնք կտեղավորվեն ֆորմայի մեջ։ Վերջացրեցի գնդելը, սիրելիներս, տեսեք ինչքան համաչափ, հավասար, գեղեցիկ գնդեր պատրաստեցի։ Թխելուց հետո այս քանակը կիսվելու է և միացնելու ենք կրեմով, այսինքն ունենալու ենք երկու պատճը միասին մեկ ընկույզ։ Երկու կողմից այս ֆորման տաքացնում ենք, ես արդեն մի քիչ փորձարկել եմ, մինչև չափը ստացա, թե ինչ չափի պետք է լինեն գնդիկները, մի քանիսն էլ թխեցի, հիմա նայեք, այսպես գնդիկները տեղավորում ենք այս փոքր ընկույզի անցքերի մեջ, էլի մեծ են ինձ թվում է, բայց դե էլ ավելի փոքր չկարողացա պատրաստել։ 3 անգամ չափ եմ փոխել, այդ կարգի մեծ էի արել։ Մի կողմը թխելուց հետո ամուր սեղմելով չենք փոխում, բռնում ենք, թեքում ենք հաջորդ կողմը։ Մի քիչ էլ ենք սպասում, եթե հնարավոր է կարող եք նայել և թխելուց հետո դատարկում ենք։
Ահա, տեսեք, երկու կողմից էլ շատ լավ կարմրել են ընկույզները, գեղեցիկ գույն ունեն։ Հիմա արդեն կդատարկեմ այս ամանի մեջ, որպեսզի հետո մաքրենք ավելորդ եփված խմորի կտորները։ Բավականին շատ է ստացվել։ Կրեմը, սիրելիներս, պատրաստում ենք կարագով եւ այստեղ վերցրել եմ իրիսկայով, կարող եք վերցնել եփած խտացրած կաթ։ Ինձ մոտ 350 մլ այս իրիսկան է եւ 200 գրամ կարագն է, ավելացնում եմ մի փոքր վանիլին եւ հարիչով հարում եմ։ Ցանկալի է լինի իրիսկան կամ խտացրած կաթը մի քիչ շատ, որպեսզի կրեմի գույնը այս կարգի բաց չլինի, բայց ինչևէ, ինչպես ստացվում է, թող ստացվի։ Մինչև կրեմը հարիչը կհարի, այստեղ պետք է մաքրեմ եզրերի այս ավելորդ խմորի կտորները, որպեսզի հարթ լինի եւ կրեմը քսելուց հետո, երբ որ միացնենք, գեղեցիկ ընկույզներ ստանանք։ Մոռացա նշեմ, որ գնդիկները պետք է լինեն ոչ շատ փոքր, ոչ շատ մեծ։ Մեծի դեպքում ավելորդ խմորը թափելու ենք, իսկ շատ փոքրի դեպքում լինելու են ընկույզի եզրերը ոչ հարթ, այսինքն ձևավորված չեն լինելու եւ հավաքելուց հետո տգեղ ընկույզներ կունենանք։ Ինչպես տեսնում եք, ընկույզը փռել եմ ամբողջ սեղանի երեսով եւ այսպես ձեռքով դասավորում եմ, որպեսզի փոսիկները ամբողջությամբ նայեն վերև, որ հեշտությամբ կարողանանք լցնել կրեմը։ Ձեռքով հատ-հատ դանակով չեմ լցնելու, օգտագործելու եմ ձևավորման տոպրակ, կրեմը լցնեմ մեջը ու միանգամից յուրաքանչյուր ընկույզի փոսիկը լցնեմ կրեմով։ Տոպրակի եզրին շատ փոքրիկ անցք ենք անում, այդպես ավելի հարմար է եւ այդ անցքը կպցնելով ընկույզի մեջտեղի հատվածը, սեղմելով, շատ հեշտությամբ համաչափ կարողանում ենք լցնել կրեմը։ Արդեն դուք պետք է չափը իմանաք, որպեսզի շատ չլինի, երբ ընկույզները միացնեք իրար, մեջտեղից կրեմը դուրս տա։ Շատ քիչ էլ պետք չի լցնել, որովհետև ընկույզների մեջը դատարկ կլինի եւ միացնելուց չեն կպնի իրար, հետո կքանդվեն, ուտելուց էլ կրեմը քիչ կլինի։ Համաչափ, գեղեցիկ, սիրուն թխվածքաբլիթներ են ստացվում, հնարավոր չի ծուռումուռ լինի, չէ որ ինքը հենց չափով է ֆորմայից դուրս գալիս։ Սիրելիներս, իմ մանկության տարիներին թխվածքաբլիթներից է, հիշում եմ, թե մայրիկս ինչքան շատ էր պատրաստում, ինչքան շատ էր թխում, միշտ տանը լինում էր մանավանդ ամանորից առաջ։ Այստեղ տարբերությունը միայն ֆորմայի մեծ ու փոքրն էր, մայրիկիս թխած ընկույզները մի քիչ ավելի խոշոր էին ստացվում, իսկ իմ ֆորմայի մեջ հատիկները շատ մանր են, երևի քանակով է շատ, դրա համար ավելի մանր ընկույզներ են ստացվում։ Փորձեք, շատ լավ է ստացվում, շատ համեղ է եւ շատ գեղեցիկ։